Հարգելի գործընկերներ, վերջին շրջանում մենք բավականին շատ խոսում ենք կարողությունների զարգացման եւ դրա արդյունքում վերջնարդյունքների զարգացման մասին։ Եվ ես ծանոթացա մի շատ հետաքրքիր հոդվածի հետ, որտեղ խոսքը գնում է արդեն նրա մասին, թե ինչպես ենք մենք երեխաներին սովորողներին ներկայացնում, թե ինչպես է զարգացել նրանց մոտ այս կամ այն կարողությունը։ Եվ փաստորեն մեծ հաշվով ներկայացվում է, որ կարևոր է ճիշտ ներկայացնել կարողությունը, այս զարգացած կարողությունը, որպեսզի սովորողը հասկանա, որ ինքը ունեցել է առաջընթաց կամ կարող է ունենալ առաջընթաց եւ ոչ թե պատկերացնի, որ կա մի վերջնակետ, մի ֆինիշի կետ, որին ինքը պետք է հասնի կամ չհասնի, ու եթե չի հասել, դա իր անձնական թերությունն է։ Եվ ուրեմն օգտագործելով նաև արհեստական բանականության հնարավորությունները, ես փորձեցի ձեզ ներկայացնել հետադարձ կապը ներկայացնելու ուրեմն եղանակները, որ տրված են այս հոդվածում, ինչպես նաև մի քանի այլ աղբյուրներում։ Հոդվածի մասին կարող եք բլոգում կարդալ եւ տեսեք հիմնական գաղափարի մասին ասվում է, որ սովորողները հաճախ հետադարձ կապը ընկալում են որպես անձնական գնահատական, ոչ թե որպես իրենց աշխատանքի բարելավման մասին տեղեկատվություն։ Սա հիմնական վտանգն է եւ սա նաեւ մեր կողմից, ուսուցիչներիս կողմից արվող հիմնական սխալներից, երբ որ մենք դա հենց այդպես էլ ներկայացնում ենք, որ դու չհասար կամ դու հասար այս արդյունքի, որը նշանակում է, որ արդյունքին հասնելը դա անձնական ուրեմն հաջողությունն է կամ անձնական անհաջողությունն է, մինչդեռ մենք պետք է ներկայացնենք աշխատանքը, աշխատանքի հաջողությունները, ինչպես նաև ցույց տանք այն ուղղությունները, որ աշխատանքը բարելավի ու աշակերտը սովորողը հասնի հաջողության։ Հոդվածի մեջ շատ պարզ ներկայացված է ամեն ինչ, ուղղակի չկարդամ ձեզ, չներկայացնեմ, ուղղակի ուզում եմ ձեզ ցույց տալ այն հատվածները, որտեղ այլ հեղինակների մասին է նշված, լրացուցիչ կարևոր գաղափարներ այլ հեղինակներից։ Ու թեմայի մեջ իհարկե եւ ինչպես դուք նկատում եք, բոլորի մոտ կան հղումներ, որով դուք կարող եք մտնել հոդվածը արդեն տեսնել։ Իհարկե հոդվածը անգլերեն է, բայց հիմա փառքաստո թարգմանող գործիքները այնքան շատ են, որ դուք այդ մասով նեղություն չեք ունենա։ Իմ հրապարակման մեջ կա այս վերջի երկու բաժինները, որ ուզում եմ նաև ընդգծել, դրանց մասին լրացուցիչ ասել, գործնական առաջարկներ դպրոցների համար։ Ուրեմն ուսուցիչը լավ կլինի մեթոդ միավորումով կամ ամբողջ դպրոցական ուրեմն միջավայրում, բայց բոլոր դեպքերում առնվազն ինքը անձամբ ուսուցիչը պետք է ունենա հետադարձ կապի լեզու, այսինքն այդ խնդիրները, նրբությունները երեխայի հետ հաղորդակցվելու, որ ներկայացված են հոդվածում, պետք է ձևավորեն հետադարձ կապի լեզու ուսուցչի մոտ եւ նա դրա վրա պետք է շատ ուշադրություն դարձնի, սահմանել հստակ չափանիշներ յուրաքանչյուր առաջադրանքի համար եւ 1-2 եւ սովորողները արդեն հարմարվում են այդ չափանիշներին եւ ընդհանրապես աշխատանքին մոտենում են հենց այդ տրամաբանությամբ, կիրառել վերանայման ցիկլերը, օրինակ սևագիր կամ նախնական արդյունք, ինչ որ աշխատանք որ կատարել է սովորողը, հետո ուսուցիչը տալիս է հետադարձ կապ եւ հետո սովորողը վերանայում է իր աշխատանքը, բարելավում ու նորից ցիկլը կարող է սկսել, այսինքն վերանայված արդյունքը ուսուցիչը կտա հետադարձ կապ եւ եթե պետք է նորից կվերանայվի։ Նվազեցնել գնահատականի անմիջական հրապարակումը, այսինքն նույն այս չափորոշիչի տրամաբանությամբ է ամեն ինչ, այսինքն կարևորը ոչ թե այն միավորն է, որ մենք ներկայացնում ենք սովորողին, այլ կարևորը այդ հետադարձ կապն է, որտեղ սովորողը հասկանում է, թե իր մոտ կարողությունը ինչ չափով է զարգացել եւ էլ ինչ ունի ինքը անելու, ինչ
ինչքան պետք է աշխատի, եկեք չմոռանանք, որ կարողությունները վերջնական երբեք ու երբեք չեն զարգանում, մենք ամբողջ կյանքի ընթացքում այդ կարողությունը զարգացնում ենք։ Եվ հետևաբար մենք չենք կարող երեխային ասել, որ այ հիմա այդ կարողությունը քո մոտ հրաշալի զարգացել է, զարգանալու տեղ չկա, իրականում միշտ տեղ կա։ Եվ սովորեցեն սովորողներին ինչպես ընդունել եւ վերլուծել հետադարձ կապը, այսինքն չհամարել անձնական ուրեմն պիտակ, դու չես կարող կամ դու մաթեմատիկայից ուժեղ ես, քո մոտ ամեն ինչ ստացվում է, այլ ուղղակի աշխատանքի տվյալ փուլի հաջողություն ու հետո արդեն հետադարձ կապը հասկանալ եւ դրանով առաջնորդվել բարելավելու համար։ Եվ վերջում այս եզրակացությունը հետադարձ կապը կրթության մեջ պարզապես արձագանք չէ, այն ուսուցման ռազմավարական գործիք է, երբ այն կառուցված է աշխատանքին ուղղված, այսինքն ոչ անձին, այլ աշխատանքին ուղղված, չափանիշների հետ կապակցված եւ ինչպես հիշում եք ուսուցիչներ սահմանում այդ չափանիշները, կարող է նաեւ աշակերտների հետ քննարկելով եւ հաջորդ քայլի հստակեցնող ձևով, այսինքն հետադարձ կապը պետք է սովորողին նաեւ ցույց տա, թե նա ինչ ունի անելու, որ ուղղությամբ պետք է գնա։ Այդ դեպքում այն դառնում է սովորողների հմտությունների զարգացման հզոր մեխանիզմ։ Կրթական առաջնորդների եւ ուսուցիչների առաջնային խնդիրն է ստեղծել միջավայր, որտեղ հետադարձ կապը դիտարկվում է որպես տվյալ, ոչ թե դատողություն։ Ես ուզում եմ մեջ բերեմ Քեն Ռոբինսոնին, ինքը մանկավարժության տարածող էր, շատ հետաքրքիր TED-ում եւ այլ տեղեր զեկուցումներ ուներ եւ ինքը ասում էր, որ գյուղատնտեսներն ասում են, որ իրենք բույս են աճեցնում, բայց իրականում ոչ մի գյուղատնտես չի կարող սերմից ծիլ ստանալ, ծիլը դարձնել ցողուն, ցողունի վրա տերևներ ստանալ, հետո ծաղկեցնել այդ ցողունի վրա ինչ-որ բերք ստանալ եւ այլն։ Գյուղատնտեսները ստեղծում են բարենպաստ պայմաններ, որպեսզի բույսը հնարավորին լավ աճի։ Հիմա մենք այդպիսի գյուղատնտեսներ ենք, բայց դպրոցում եւ մենք պետք է երեխաների համար ստեղծենք առավելագույն բարելավված միջավայր, որպեսզի նա կարողանա ավելի ու ավելի լավ սովորել։